Այս ծառի վրա կար երկու տեսակի գայլուկ, մեկը քաղցերն է, մեկը տտիպը, տենց մեր լեզվով ասեմ, էլի։ Քաղում եմ, այս պահին քաղում եմ գայլուկը, քանի որ նա արդեն հասունացած է, ուշ եմ քաղում, հասունացման process-ն է, էլի, որպեսզի ճիրը ավելի որակից տա, որակին ճիր դառնա։ Այսպես գրեթե բոլորն են Մեղրիում այս օրերին լծված արքայանարնջի բերքահավաքի գործին, որ քաղցր վարակույրներով պատեն Սյունիքի ողջ հարավը։ Արքայանարինջ մշակելը վերջին տարիներին ոչ միայն մեղրեցիների, այլև շատերի համար բիզնես սկսելու լավագույն տարբերակներից է։ Երկարամյա փորձ ունեցող չրագործներից Արթուր Հակոբյանը 21 տարի առաջ սկսեց չնչին քանակով ճիր պատրաստել։ Երբ հայրենի քաղաքում դեռ մեծ ճանաչում չուներ հայտնի դարձած բրենդը։ Տարեցտարի մեծացրել է ծավալներ ու այսօր արդեն հասցրել 90 տոննա կեղևազրկել ու արևին տալ նոր կառուցված չորանոցում։ Հայաստանի տարբեր մարզերում կա կարալիք, բայց մեր արքայանարնջի հետ կապ չունի вообще, ոչ համայնով, ոչ մեջի քաղցրությամբ, մեր մոտ մինչև 31% շաքարայնությունն է մեջը պահպանում մեր կարալիքի մեջ։ Անդերինը 17-18%, եթե բայ շատ լավ է։ Դրա համար մերը շատ թանկ է։ Մեր մոտ կարալիքի արժեքը, որ թարմը մենք գնանք ծառից քաղենք, գյուղացին տալիս են 450-ից 500 դրամ, նայած բերքը ոնց է մշակել։ Մեր կարալիքի ճիրը ինքը չի կարա չվաճառվի։ Կարա իշտի մի օր 2500 դրամ, մի օր բացնա 3500 դրամ, բայց ոչ մի անգամ 2500 դրամից պակաս չի եղել։ 2500 դրամը որ պալիբում դու արդեն եկամուտ ապահովում ես։ Քիչ չնչին գումար, բայց եկամուտ ունես։ 3500-ի վրա շատ լավ է։ Այս տարեշրջանում Արմավիրից, Շիրակից, Արարատից կանայք շտապում են ամենահարավ, որ մասնակից լինեն ջրի պատրաստմանը։ Տեղացիներին ներգրավել այս գործում մի քիչ դժվար է։ Յուրաքանչյուր նորական մոտ 1 տասնյակից ավելի արքղերի արքայանարինջը կեղևազրկելուց հոգնել չունեն։ Բերքահավաքի օրերին այլ մարզերից եկածները։ Մեծամոր քաղաքից եմ եկել։ Արդեն մի շաբաթից ավել աշխատում եմ, շատ գոհ եմ։ Ամեն հարմար է, լավ է։ Եթե հարմարվում է, շատ հեշտ աշխատել է։ Նստած աշխատանք է, ոչ կրանում ես տենց, ոչ ծանրություն ես վերցնում, ոչ մի բան։ Մեղրու ճիրը հասցրել է ընդլայնել աշխարհագրությունը։ Արևի երկրում արևից քաղցրացող համեղագույն արտադրանքի մեծ մասը արտահանվում է Ռուսաստան։ Այս տարի նույնիսկ 500 կիլոգրամ Միացյալ Նահանգներ հասավ։ Ճիր պատրաստելն այն վերջնական տեսքի բերելը հեշտ գործերից չեն, բայց առավել դժվար է իրացման գործընթացը կազմակերպելը, պայմանավորված սահմանին բեռնափոխադրումների համար առաջացող խնդիրներով։ Ունենք լոգիստիկայի խնդիր, չեն կարող տեղափոխենք։ Անդե պահանջարկը կա ուզում, այնքան բարձր գումարով։ Ստա մենք այդ միրգը ունենք, չկա այդ շղթան, որ ապրանք ստեից հասնի անդե, բայց ամեն ինչ լոգիստիկայի խնդիրը բեռնափոխադրումը շատ դժվար է մնում։ Այս տարի արդեն մի 90 տոննայի մոտ արդեն կախել ենք, ունենք նաև սառնարանում դրած եւ ունենք քաղերու։ Մենք հիմա սառնարանում պայստավորում ենք, քանի որ կլպողի տեղի խնդիր ունենք, չրանոցը դասվել է արդեն, տեղը ժամանակապակ է։ Հատուկ հանում ենք հունվարից հետո նոր տարում, երբ որ ժամանակ անում։ Այդ վաղ նորից շարունակում ենք կլպել։ Քաղցր վարակույրների պակաս չունի Հայաստանի հարավը։ Ագարակում եւս այս օրերին ակտիվորեն զբաղված են չրագործությամբ։ Նոյեմբերի 20-ից հետո կարող եք համտեսել համեղ ճիրը։ Ոչ մի հավելում չունեցող բնական արտադրանքը քամու եւ արևի միահյուսման արդյունքն է, որ դարձել է շատերի սեղանի անբաժան սարքը։ Հարևաշող Մեղրիի բնակլիմայական պայմաններն այդ առումով շատ նպաստավոր են։ Կլիմայական պայմաններից ելնելով մենք նոյեմբերի 1-ից ենք սկսում մի քիչ ավելի ուշ է մեզ մոտ, քան Մեղրի իսկ ընդհանուր process-ը տևում է 20 օր, քաղել, տեղափոխել, կեղևազրծել, կեղևազրծելուց հետո 7-ից 10 օր այսպես շարերի վրա մնում է, նրանից հետո սխմելու process-ն է, իր մեջը փափկացնում են, փափկացնելուց հետո 10 օրից արդեն մենք ունենք պատրաստի product։ Տոննայով ունենում ենք մոտավորապես մինչև 18 տոննա, 15-ից 18 տոննա, մասամբ իրացնում ենք թաց, մասամբ վերածում ենք ջրի վերածածը մոտավորապես 3-ից 4 տոննա ճիր կարելի ասել արդեն կարողանում ենք մատակարարել խանութներին։ Ես այսօր եկել եմ օգնեմ, ունիվերսալ աշխատող եմ, քաղաքում որ մարդիկ գնում են միրգ առնելու, ասենք հոկտեմբերյան լինի կամ նոյեմբերյան լինի, խապում են ասում Մեղրու է, բայց իրականում Մեղրու ճիրը, Մեղրու միրգը տարբերվում է բոլոր ռայոնների մրգերից էլ, քաղցրությունից էլ, ամեն ինչից էլ։ Չնայած քաղցրահամ արքայանարինջը յուրահատուկ է, բայց ինչպես տեղաբնակներն են սիրում ասել, թուզն է հարավի բրենդը։ Մինչև տարեվերջ Հայաստանի հարավում օրը կսկսվի ու կավարտվի ճիր պատրաստելու անուշահամ իրարանցումով։